Երեք երկորի աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Այսօր նախատեսված են նրա բանակցությունները իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Արևմտյան եւ ռուսական մամուլը հղումանելով իրենց աղբյուրներին գրում է նաեւ, որ Թիլերսոնին հավանաբար կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թիլերսոնի հետ բանակցությունները չկան Պուտինի օրացույցում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի մոսկովյան բանակցությունների առանցքային հարցը իհարկե սիրիական ճգնաժամն է։ Այցի նախօրեին Թիլերսոնը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար al-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին եւ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի, միանում է Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին, թե մնում է Ասադի եւ Հեզբոլլա խմբավորման հետ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս մասին ասել է 3 Իտալիայի Լուկա քաղաքում մեծ յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Հավելեմ, ապրիլի 7-ին ամերիկյան զինուժի կողմից Սիրիայում Շայրաթ ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը նոր իրավիճակ է ստեղծել Սիրիայում եւ Սիրիայի շուրջ։ Պենտագոնն այդ հարվածը հասցրել է ի պատասխան Իդլիբում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 8 տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Մոսկվան պնդում է, որ Ասադի ուժերը նման զենք չեն կիրառել եւ որ Արևմուտքը չի ներկայացրել եւ ոչ մի իրական ապացույց։ Վաշինգտոնն իր հերթին հայտարարում է, որ այս հանցագործության համար պատասխանատու է նաեւ Մոսկվան, քանի որ Մոսկվան է 2013-ին ստանձնել սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնագրով պարտավորությունը։ Մոսկվան չի ընկալում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը որպես վերջնագիր։ Ես դիտարկում եմ Թիլերսոնի խոսքերը որպես քաղաքական հայտարարություն բանակցություններից առաջ։ Երեք հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Напоминает события 2003 года, когда представители Թիլերսոնի այցին ընդառաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անդրադառնալով քիմիական հարձակման մասին Արևմուտքից հնչող մեղադրանքներին նշել է, թե այդ ամենն իրեն հիշեցնում է 2003 թվականի դեպքերը, երբ Վաշինգտոնն ու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իրաքում իբր քիմիական զենք էին հայտնաբերել, դրան հաջորդեց Իրաքի արշավը, ինչն էլ ավարտվեց այդ երկրի փլուզմամբ, ասել էր Պուտինը։ террористической угрозой и появлением ИГИЛ на международной сцене.